Խորտ աղջիկն ու հարազատ աղջիկը։ Լատիշական հեքիաթ։ Մի գյուղացու կին մեռնում է ու փոքր աղջկան թողնում ամուսնու հույսին։ Մի որոշ ժամանակ հետո այդ գյուղացին ամուսնանում է վհուկի հետ։ Առաջին իսկ օրից վհուկը սկսում է ատել խորտ աղջկան և որոշում է խեղճի գլուխն ուտել։ Մի օր նա կճուճի մեջ յուղ է լցնում, կապում է մաքուր թաշկինակով և ասում. «Տարարդ, հորդ տուր, եթե թեկուզ մի կաթիլ յուղ թափես թաշկինակի վրա, գլուխդ կկտրեմ»։ Խեղճ որփուկը այնպես զգույշ է տանում կճուճը, բայց էլի մի կաթիլ յուղ թռցնում է թաշկինակի վրա ու հոնգուր լաց է լինում։ «Ինչու ես լաց լինում, աղջիկս»՝ հարցնում է հայրը։ «Երեկոյան ես արդեն ողջ չեմ լինի», պատասխանում է աղջիկը։ «Խորտ մայրս սպառնաց, որ գլուխս կկտրի»։ «Դե լավ, դա հենց էնպես է ասել, հենց որ գնաս տուն, թաշկինակը կլվանաս»։ Խեղճ որփուկը լվանում է թաշկինակը, բայց յուղի բծերը չեն անցնում։ Նա նորից սկսում է լաց լինել։ Հանկարծ մի օձ է սողում նրա մոտ և ասում. «Հերիք է լաց լինես, ավելի լավ է ինձ համար մի պսակ հյուսիր, վաղը իմ քրոջ հարսանիքն է»։ Աղջիկն իսկույն ծաղիկներ է հավաքում և պսակ է հյուսում։ Այստեղ դուրս է գալիս մի ուրիշ օձ և նույնը ասում. «Հերիք է լաց լինես, ավելի լավ է պսակ հյուսես ինձ համար, վաղը իմ քրոջ հարսանիքն է»։ Աղջիկը նորից է ծաղիկներ քաղում և երկրորդ պսակն է հյուսում։ Հիմա էլ երրորդ օձն է սողում նրա մոտ և ասում. «Լաց մի լինիր, ես հարսնացուն եմ, վաղը իմ հարսանիքն է, ինձ համար մի պսակ հյուսիր»։ Որփուկը քաղում է ամենավառ ու գեղեցիկ ծաղիկները և հյուսում է ամենագեղեցիկ պսակը։ Հենց որ նա պսակը տալիս է հարսնացու օձին, հայտնվում են այն մյուս օձերը, պսակները գլխներին, և երեքն էլ միասին հարցնում են որփուկին. «Ինչ ցանկանանք քեզ, քույրիկ, քո արած լավության համար»։ «Ես ոչինչ չեմ ուզում, միայն թե թող այս թաշկինակը, որի վրա յուղ է թափվել, մաքրվի»։ Երրորդ օձն ասում է. «Թող քո թաշկինակը նախկինից ավելի սպիտակ լինի»։ Երկրորդ օձն ասում է. «Թող քո երեսը արևի պես գեղեցիկ լինի»։ Երրորդ օձը ասում է. «Երբ դու լաց լինես, թող քո աչքերից մարգարիտ թափվի, իսկ երբ խոսես, թող քո ձայնը քնքուշ հնչի, ինչպես կոկլե»։ Որփուկը տուն է գալիս և մի կճուճ լիքը մարգարիտ բերում, իր արցունքները։ Ձյան պես սպիտակ թաշկինակը տալիս է խորտ մորը։ Նայում է վհուկը խորտ աղջկան ու զարմանում. ո՞նց է, որ թաշկինակն այսպես սպիտակ է, և որտեղից է նա այդքան մարգարիտ ճարել, ինչու է նրա ձայնը կոկլեի պես հնչում։ Եվ ահա մյուս օրը նա իր աղջկան է տալիս յուղով լի կճուճը և ուղարկում արտ։ Հարազատ աղջիկը ամբողջովին յուղոտում է կճուճին կապած թաշկինակը։ «Վայ աղջիկս», ասում է հայրը, «մայրդ չի բարկանա քո վրա, որ թաշկինակն այսպես կեղտոտել ես»։ «Իսկ ինչի պիտի բարկանա, որ։ Ես միայն կուզեի իմանալ, թե երեկ որփուկն ինչպես էր թաշկինակն այդպես լավ լվացել»։ Աղջիկս, նա երևի իր արցունքով է լվացել թաշկինակը։ Լսում է դա հարազատ աղջիկը ու վերադարձի ճանապարհին սկսում է դիտմամբ լաց լինել ու հեծկլ տալ։ Նա ուզում է իր արցունքները կճուճի մեջ հավաքել, որ թաշկինակը կարողանա լվանալ։ Հանկարծ մի օձ է սողում նրա մոտ ու ասում. «Հերիք է լաց լինես, ավելի լավ է պսակ հյուսես ինձ համար,
Վաղը իմ քրոջ հարսանիքն է։ Հարազատ աղջիկը ոտքով մի կողմ է շպրտում օձին և շարունակում է իր ճանապարհը։ Այս անգամ նրա մոտ է սողում երկրորդ օձը։ Ասում է. «Հերիք է լաց լինես, ավելի լավ է մի պսակ հյուսես ինձ համար, վաղը իմ քրոջ հարսանիքն է»։ Երկրորդ օձին էլ է աղջիկը ոտքով մի կողմ շպրտում ու շարունակում ճանապարհը։ Մի քիչ հետո նրա մոտ է սողում երրորդ օձը։ Ասում է. «Հերիք է լաց լինես քույրիկս, ես հարսնացու եմ, վաղը իմ հարսանիքն է, մի պսակ հյուսիր ինձ համար»։ Այդ օձին էլ է ոտքով մի կողմ շպրտում հարազատ աղջիկը, բայց հենց որ մի քայլ է անում, երեք օձն էլ սողում են նրա մոտ ու ասում. «Դե ինչ ցանկանանք քեզ։ Ցանկանանք, որ թաշկինակը ձյութի պես սև լինի, որ երբ դու լաց լինես արցունքների փոխարեն դոդոշներ թափվեն աչքերիցդ, որ դեմքդ լինի գիշերվանից էլ սև, իսկ ձայնդ հնչի գազանի ձայնի պես։ Այո, հենց այդ ամենն էլ կցանկանանք»։ Վհուկը դիմավորում է աղջկան ու զարմանում. ինչու է նրա թաշկինակը այդպես սև, որտեղից են կճուճում հայտնվել այդ դոդոշները, ինչու է իր աղջիկն այնպես այլանդակվել, ձայնն էլ այդպես սարսափելի դարձել։ Եվ վհուկը դրանից հետո էլ ավելի շատ է ատում խորտ աղջկան ու բոլորովին դադարում է կերակրել նրան։ Բայց միևնույն է, խորտ աղջիկը օրեցօր գեղեցկանում է։ Անցնում է մի քանի շաբաթ, և օրերից մի օր նրանց տան մոտով անցնում է արքայազնը։ Նա լսում է կոկլեի պես զրնգուն մի ձայն։ Արքայազնը կանգնեցնում է ձիերին ու հարցնում. «Այս ում ձայնն է»։ Իսկ վհուկը վազում է նրան ընդառաջ և ասում. «Դա իմ աղջկա ձայնն է, դա իմ աղջկա ձայնն է, սպասիր, սպասիր, հիմա ես նրան կբերեմ»։ Վհուկը որփուկին թաքցնում է շրջված տակառի տակ ու սպառնում, որ եթե ծպտուն հանի, մահից չի պրծնի։ Իսկ հետո իր հարազատ աղջկան տանում է պալատ, արքայազնի մոտ։ Բայց ահա թե ինչ է դուրս գալիս դրանից։ Արքայազնը վախենում է սև այլանդակից, իսկ արքայազնի ձիերը նրա ձայնից խրտնում են։ Արքայազնը վհուկի աղջկան հրամայում է իսկույն տուն վերադառնալ, իսկ վհուկին հարցնում է, թե ուր է նա, ում քաղցր ձայնը ինքը լսել էր։ «Այստեղ ոչ ոք չկա», պատասխանում է վհուկը։ Արքայազնը չի հավատում նրան, ինքն է սկսում փնտրել, նայում է բոլոր անկյուններում և վերջապես գտնում է որփուկին, հանում տակառի տակից։ Հանում է արքայազնը որփուկին, տանում է իր պալատը և ուրախ հարսանիք են անում։